Պարոն Զուրաբյան, մանրամասն թվարկեցիք քրոնոլոգիան, ամեն դեպքում բացի հարցը ինչու Փաշինյանը մերժեց առաջարկը, ինչու գնաց այս գործողություններին, արդյոք սա ոչ բաժ լինելու, ոչ պրոֆեսիոնալ լինելու, անգրագետ լինելու հետևանք է, թե կային ուղղակի հոգանավորներ, ինչպես նաև տարբեր շրջանակներ են պնդում, որ նա հենց այս նպատակով է եկել, նրան այդ նպատակով են բերել հանրապետություն, որպեսզի, այսպես ասած, Արցախի հարցը իր պատկերացմամբ լուծի։ Եվ առհասարակ հիմա դուք ինչպես եք պատկերացնում գործընթացները իշխանափոխության պարագայում, եթե չլինի Փաշինյան թիմը, ինչ է հնարավոր այսպես փրկել, ինչ է հնարավոր վերադարձնել, արդյոք հնարավոր համարում եք Արցախի հայ բնակչության վերադարձը այդ բնորան։ Շնորհակալություն։ Առաջին հարցը դա ըստ էության ձեր արկնարկներն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է պետական դավաճանություն եւ պիտի դատվի Հայաստանի քրեական օրենսգրքի համաձայն։ Այսինքն ենթադրությունը այն է, որ նա հավաքագրվել է օտար երկրյա ծառայությունների կողմից եւ այս ամենը արել է հետեւողականորեն կատարելով օտարածին օրակարգերի կողմից եւ պետությունների կողմից տրված հանձնարարությունները։ Նայեք, սա արդեն քրեական օրենսգրքի շրջանակներում բան է, մեղադրանք է։ Նման բան ասելու համար մենք կարող ենք կասկածել եւ կարող ենք ենթադրել եւ կարող ենք անգամ համարյա համոզված լինել, որ այդպես էլ եղել է։ Բայց ես չեմ կարող նման բան պնդել, քանի դեռ չունեմ անհերքելի ապացույցներ։ Եվ ես կարծում եմ, որ ապագա իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի նաև այդ հարցի վերլուծությունը։ Այսինքն հիմքեր կան ուսումնասիրելու հարցը, եւ եթե գտնվեն ապացույցներ, եթե գտնվեն հստակ փաստեր, արձանագրումներ, չգիտեմ եւ այլն, ապա իհարկե պետք է քրեական պատասխանատվություն տա։ Այսինքն երբ որ մենք ասում ենք, օրինակ ես եթե ասում եմ, որ հա, իհարկե Նիկոլ Փաշինյանը կատարել է ամենամեծ հանցագործությունը հայ ժողովրդի դեմ։ Բայց երբ որ ես ասում եմ կատարել է հանցագործություն, ես նկատի ունեմ, այսպես ասեմ, պատկերավոր առումով, քաղաքական առումով հանցագործություն, ոչ թե քրեական օրենսգրքի։ Օրինակ, բանի առումով հայ առաքելական եկեղեցու հետապնդման հարցում ինքը կատարել է հանցագործություններ, որոնք բնորոշվում են եւ ապացուցված է դա քրեական օրենսգրքի հոդվածներով, մասնավորապես 441 հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների չարաշահմանը։ Վարչապետը իր լիազորությունները չարաշահել է, ապացույցները ավելի քան բավարար են եւ այդտեղ մենք իրավական որևէ տարակուսանք չունենք։ Դա հանցագործություն է իրավական առումով։ Բայց արդյոք այս հարցում, այս առաջարկությունները մերժել է, Հայաստանը այսպես աղետալի ճանապարհով տանել է եւ շարունակել է տանելու, արդյոք սրանք նաեւ իրավական առումով կարող են որակվել քրեական օրենսգրքով պետական դավաճանություն։ Այս բանը պնդելու համար ես կներեք, ես որ չունեմ բավարար ապացույցներ, չնայած շատ լեգիտիմ եմ համարում նման հարցադրումը, որտեվ բաները համենայնպես կասկածներ հարուցող փաստերը շատ են։ Ես կարողացա պատասխանել այս ձեր առաջի հարցին։ Հիմա երկրորդ հարցը, ինչ է հնարավոր անել մասնավորապես Արցախի խնդրի շուրջ։ Ուրեմն նայեք, որ դուք ասում եք ինչ է հնարավոր անել այս վիճակում, նախ արձանագրենք, որ վիճակը շատ վատ է, այսինքն արդեն Փաշինյանը հասցրել է շատ վատ վիճակի։ Եվ շարունակում է իրավիճակը վատանալ, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան նորանոր պահանջներով են հանդես գալիս եւ վերջը դրա չի երևում։
Հիմա ես երկու բան կառաջարկեի։ Առաջինը մեզ անհրաժեշտ է այն խաղաղության հռչակագիրը, հա, ոնց որ ասում են, օգոստոսի 8-ի եւ այլն լրացնել շատ կարևոր բաղադրիչներով, որոնք այս խաղաղությունը կդարձնեն իսկապես խաղաղություն եւ կդարձնեն տևական եւ կայուն խաղաղություն։ Մասնավորապես մենք արդեն հայտարարել ենք դրա մասին, որ մենք առաջարկում ենք BRICS երկրների աջակցությամբ եւ մասնակցությամբ, ինչը նշանակում է Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Իրան եւ նաեւ հիմա շատ կարեւոր է նաեւ Արաբական Միացյալ Էմիրատների մասնակցությունը կառուցել Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղի, որը Հայաստանը այս կառուցվելիք, հա, ասենք ասենք, խաղաղության պայմաններում մեզ կհանի միակողմանի կախվածությունից Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Սա շատ կարևոր բան է, եթե մենք ուզում ենք պահպանվել, շարունակել պահպանվել որպես ինքնիշխան պետություն։ Իսկ դա նշանակում է նաև քաղաքականության վերանայում, դա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ինչ-որ մեկի սատելիտը դառնալու այս քաղաքականությունից, մենք պետք է դառնանք իսկապես անկախական երկիր, անկախ երկիր, ինքնիշխան երկիր, որը բոլոր ուղղություններով զարգացնում է իր հարաբերությունները եւ համագործակցությունը, այո, Ադրբեջանին, Թուրքիային, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին, ինչու՞ չէ Իսրայելին։ Հիմա Ղարաբաղի, հենց կոնկրետ Արցախի հարցով, ինչ է հնարավոր անել։ Ուրեմն եկեք միասին sense ազգովի sense բարձր մտածենք, էլի։ Հնարավոր է, որ այսօր որևէ արցախահայ վերադառնա Ալիևյան Ադրբեջան, բռնատիրական այս երկրի տակ իր բռնատիրական օրենքներով, իր խտրականությամբ, իր պահանջներով, որ այդ մարդիկ դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, ծառայեն ադրբեջանական բանակում հայերը։ Եվ նաև, ասենք, դա այդ ամբողջը ունիտար Ադրբեջանի պայմաններում, երբ որ, ասենք, դատախազները, միլպետները, դատավորները բոլորը նշանակվելու են Բաքվից։ Ու շատ հնարավոր է, որ բոլորը լինեն ադրբեջանցի։ Մի պետությունում, որի այսօրվա պաշտոնական գաղափարախոսությունը կառուցված է հայատյացության վրա։ Հնարավոր է։ Ես չեմ կարծում, որ արցախահայերի մեջ այդպիսի գժեր կան, որ պատրաստ են գնալ եւ ապրել Ալիևյան ռեժիմի տակ։ Չի լի դες բան։ Դրանից մաթեմատիկական ճշգրտությամբ հետևում է երկրորդ եզրակացությունը, որ ուրեմն դա հնարավոր կլինի մենակ մի պարագայում, եթե Ադրբեջանի ինչ-որ հրաշքով տեղի ունենա ժողովրդականացում, որը կներեք ոչ ոք չի հավատում դա, կամ հա եւ այդ հայատյաց այդ գաղափարախոսության վերանայում, որ դրանից ազատվի Ադրբեջանը, կամ այդ տարածքում Արցախի տարածքում սահմանափակվի Ադրբեջանի ինքնիշխանությունը, ճիշտ է։ Իսկ դա երբ է հնարավոր։ Ես ձեզ ասում եմ, ինքնիշխանության սահմանափակում Արցախի տարածքում հնարավոր չի դիվանագիտական ճնշմամբ, հնարավոր չի։ Ուրեմն մենք խոսում ենք պատերազմի մասին։ Իսկ պետք է խոսել պատերազմի մասին։ Ես շատ կասկածում եմ։ Ես կարծում եմ, որ ստեղծված վիճակում ամենաճիշտ բանը հետևյալն է, որ մենք պետք է ճանաչելով եւ պաշտպանելով արցախահայերի պատմական իրավունքը վերադառնալու իրենց պատմական հայրենիքը, այնուամենայնիվ հասկանանք, որ այսօր պետք է կենտրոնանանք շատ ավելի կարևոր խնդիրների, որոնք ի դեպ կաջակցեն նաեւ այդ խնդրի իրականացմանը ապագայում։ Դա ո՞րն է։ Մենք կներեք, եթե սենց շարունակենք, ոնց որ Փաշինյանի կառավարությունը անում է, Ղարաբաղցի կարող է Հայաստանում չմնա, կամ կարող է ցրվեն, կամ այսինքն այդ համայնքը կարող է լուծվի։ Մենք ինչա, բերել ենք իրանց ստեղ, որ չզբաղվենք իրանցով, որ իրանք թողեն գնան, իզգոյ դառնան այստեղ։ Մարդիկ ասենք եղել են բժիշկ, չգիտեմ, փաստաբան, դատախազ, չգիտեմ, եւ այլն իրենց բանում, այստեղ ինչի չեն կարող այդ իրենց մասնագիտությամբ աշխատել։ Ուրեմն պետք է մենք իրանց ինտեգրենք, չէ՞։ Ես չեմ ասում դրանով պոկենք Արցախից։ Ես ասում եմ դրանով պահպանենք արցախահայությունը որպես ինչ ասեմ,
կարևորագույն ուժեղ համայնք, որը գոնե հետագայում միգուցե կարողանա վերադարձը կատարել, բայց այսօր ասել, որ գիտեք, ես ավանտյուրիզմ եմ համարում այն ուժերի ասածը, նրանք ասում են, հա, այս ընտրությունները մենք հաղթենք ու կվերադարձենք Արցախահայերին Լեռնային Ղարաբաղ։ Ում եք ֆռռացնում։ Կամ ինչ եք ասում։ Ասում եք, որ հիմա մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ պատերազմի ու գնալու ենք այդ պատերազմում հաղթենք։ Ում եք Չէ, միջազգային երաշխիքների դեպքում հնարավոր է, բայց այդ միջազգային երաշխիքների նշանակում է Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակում։ Այսինքն Ադրբեջանը պիտի համաձայնվի, որ ասենք ընդ կան դիտորդներ, կան ինչ որ խաղաղարար ուժեր, չգիտեմ միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը չի համաձայնվի դիվանագիտական ճնշումների ներքո ու չկա տենց ճնշում աշխարհում այսօր չկա ու չի կարող լինի մոտակա ժամանակում, որը ասենք կպարտադրի Ադրբեջանին գնալ նման իր ինքնիշխանության սահմանափակման Արցախի հանրապետության տարածքում գումարած ինչ որ միջազգային երաշխիքներից տեղ չի լինի այդպես բան։ Եկեք հեքիաթներով չապրենք։ Երազում ենք ինչ որ անիմաստ բաների մասին, որ ինչ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկելու բան ունենք մենք, կներեք։ Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն ճանաչված սահմաններում փրկելու առաքելություն ունենք։ Այդ Փաշինյանն է այդպես արել, որ մեր առաքելությունը իջել է այդ մակարդակի։ Բայց մենք հիմա ունենք այդ առաքելությունը։ Եկեք դրանով զբաղվենք։ Սա էր իմ ասածը։